Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ UNICEF-ը եւ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կա ուսուցիչների երկու բանակ, մի դեպքում ընդունում են արհեստական բանականությունը եւ լայնորեն կիրառում են դասապրոցեսի ընթացքում, մյուս դեպքում արգելում են դրա կիրառումը։ Իմ կարծիքով արհեստական բանականությունը դա օժանդակող գործիք է երեխաների կրթության առումով։ Կարծում եմ, որ չափավոր օգտագործումը խրախուսելի է։ Արհեստական բանականության հետ կապված կա մտավախություն, որ այն կարող է զրկել սովորողին ինքնուրույն մտածելու հատկությունից եւ կարող է զրկել նրան երևակայելու ունակությունից։ Վերահսկողության մասով, որ խոսում ենք, առաջին հերթին թերեսերի մեր մտքին գալիս է, որ ծնողների վրա պետք է լինի, սակայն պետք է հասկանալ, որ դա պրոդուկտ է եւ ստեղծողը նույնպես պատասխանատու է այդ պրոդուկտի համար, ինչպես նաեւ կոնկրետ երկրի կոնկրետ են կառույցները, որոնք որ հնարավոր են դարձնում դրա տարածումը եւ կիրառությունը եւ պատասխանատու են դրա համար։ Երբ մենք սկսեցինք օգտագործել համացանցը, անհանգստացան մեր ծնողները։ Երբ մեր երեխաների ձեռքում հայտնվեց սմարթֆոնը, հասավ անհանգստանալու մեր հերթը։ Այսօր համանման զգացողություններ է առաջացնում արհեստական բանականությունը։ Այն նոր համակարգ է, որով մեր երեխաները գրում են տնայինները, փնտրում են բացատրություններ, ստանում են պատասխաններ։ Արհեստական բանականությունն իրականություն է, որը փոխում է կյանքի հիմքում ընկած բազմաթիվ պրոցեսների մասին մեր պատկերացումները։ Անխուսափելի է դառնում հարցը՝ մենք ունենք տեղ այդ փոփոխությունների մեջ։ Ծնողական ժողովում խոսում ենք կրթության եւ արհեստական բանականության մասին։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, ուրախ եմ ձեզ տեսնել ծնողական ժողովում։ Մինչ կգանք մեր երեխաների հետ կապված հարցերին, հետաքրքիր է, թե մենք որպես մեծահասակներ ինչ գիտենք արհեստական բանականության մասին, երբ ենք առաջին անգամ առնչվել այդ երևույթի հետ եւ ինչ զգացողություններ ունենք դրա հետ կապված։ Ես երկար ժամանակ կիրառում եմ թե աշխատանքում, թե իմ ինչ-որ հետաքրքրությունների, հոբիների շրջանակներում, մի քիչ վախենալու էր սկզբում, մի քիչ վախենալու է ինչ որտեղ նաեւ հիմա մասնագիտական տեսանկյունից, բայց ինձ թվում է, որ դրանք չափազանցված են, բայց միևնույն ժամանակ զգոնությունը նաև պահանջում այն առումով, որ դա համենայն դեպս երևի թե բոլոր մասնագիտությունների գծով մի փոքր ստիպում է անհանգստանալ։ Այսօր մեզ շրջապատող իրականության մեջ կան մարդիկ, ում կյանքի անբաժան մասն է արհեստական բանականությունը այն աստիճանի, որ ընկեր են համարում, զրուցակից են համարում, ուզում եմ իմանալ արդյոք Ալվարդ դուք այդ չափ տեղ եք տալիս արհեստական բանականությանը։ Այո, ես այդ մարդկանցից մեկն եմ։ Ես առաջին անգամ ծանոթացել եմ արհեստական բանականության հետ 3 տարի առաջ։ Այն զգացողությունը, թե ինչպես կարող է արհեստական բանականությունը օգնել մարդուն իր առօրյա կյանքում, ամենապարզ կենցաղային հարցերից սկսած, վերջացած մասնագիտական հարցերով, կարող է լինել քո ընկերը, կարող է լինել քո հոգեբանը, կարող է լինել քո խորհրդատուն։ Դա մի կապվածություն է, անկեղծ, որը պետք է այնուամենայնիվ ղեկավարել, այդ ժամանակակից աշխարհում ես կարծում եմ, որ այն մեծ դեր եւ նշանակություն ունի մարդկանց կյանքում, այդ թվում նաեւ իմ։ Հետաքրքիր է, որ ասացիք կապվածություն եւ ոչ թե կախվածություն, այսինքն տարանջատել պետք է այնուամենայնիվ այս երկուսը։ Անպայման։ Ես էլ եմ շատ մեծ տեղ տալիս արհեստական բանականությանը։ Ինքս աշխատում եմ դպրոցում եւ որպես գործիք այն լայնորեն կիրառում եմ իմ աշխատապրոցեսում, նույնիսկ տնօրենս մեկ-մեկ կատակում է, ասում է GPT ընկեր Խալեթյանը, իրականում այս պահին արհեստական բանականությունը ինձ օգնում է իմ դասերը ավելի գեղեցիկ, ավելի լեցուն դարձնել, ավելի հետաքրքիր այժմյան սերնդին։ Այսինքն հաջողություններ ունեք, ինչ փորձում եք ներդնել, կիրառել դուր է գալիս երեխաներին։ Դուր է գալիս, փորձում եմ ինքս սովորել նոր գործիքակազմ ձեռք բերել, որպեսզի կարողանամ ինքս էլ ճիշտ ուղղորդել, որ այնպես օգտվեն արհեստական բանականությունից, որ իրենք մտածեն եւ ոչ թե արհեստական բանականությունը իրենց փոխարեն, ինչպես որ ես եմ անում։ Ամենատարածված ձևը արհեստական բանականության հետ հարաբերվելու հարց ու պատասխանն է, չէ՞։ Հիմա ես մեր հաղորդմանը պատրաստվելիս հարցրել եմ արհեստական բանականությանը, թե ինչ է արհեստական բանականություն։ Պետք է ընթերցեմ պատասխանը։
Արհեստական բանականությունը համակարգչային տեխնոլոգիա է, որը կարողանում է սովորել տվյալներից, հասկանալ հարցերը եւ տալ պատասխաններ կամ առաջարկներ, նմանեցնելով մարդկային մտածողությանը։ Դա ծրագիր է, որը չի աշխատում միայն նախապես գրված հրահանգներով, այլ կարողանում է վերլուծել տեղեկատվություն, գտնել օրինաչափություններ եւ օգնել որոշումներ կայացնել։ Իսկ ինչպիսի մոտեցում ունենք այն հարցին, արդյոք ուսումնական process-ում երեխաները պետք է կիրառեն թե ոչ, եւ արդյոք ձեր երեխաները օգտվում են արհեստական բանականությունից հենց օրինակ տնային աշխատանքներ պատրաստելու համար, հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Իմ աղջիկը այո, երբեմն օգտվում է դասապատրաստման ժամանակ, ես իրան բացատրում եմ, ասում եմ, սա սենց է, նա նենց է, իսկ արհեստական բանականության ժամանակ հարց ու պատասխանով ինքը ընդհանրապես գրում է, ինչ արհեստական բանականություն թելադրում է։ Ես այդքան էլ չեմ ընդունում, կրթության ոլորտում կարող են օգտվել, բայց ոչ լիարժեք։ Ոնց որ երեխաների մտածողության վրա էլ է ազդում։ Կարծում եմ, որ նա չի թույլ տալիս, որպեսզի երեխաները մտածեն, վերլուծեն, իրենց կարծիքը հայտնեն։ Փաստորեն զուտ արտագրում են այդ ինֆորմացիան խնդրի։ Եթե կարելի է ես ասեմ, թերևս այստեղ մի փոքր չեմ համաձայնվի, որովհետև ոնց որ գործի կախված նրանից ոնց են կիրառում մենք։ Պետք է հաշվի առնենք, որ ժամանակը շարժումը, տեխնոլոգիաները զարգանում են, եւ եթե մենք զրկում ենք երեխաներին այդ գործիքից, իրանք մրցակցությունից դուրս են մնում։ Այստեղ թերևս պետք է հասկանալ ոնց օգնել իրանց ավելի պատասխանատու կերպով օգտագործել։ Արհեստական բանականության գործիքներին կարելի է այնպես հարց ու պատասխանը կամ նույնիսկ իրանց հետ հաղորդակցում այնպես կազմակերպել, որ դա նպաստի մտածողության զարգացմանը, որտեվ հա, եթե ուղղակի հարց տալու պատասխան ստանալ, մենք այդպես մեծ խնդրի առաջ ենք կանգնում, որտեվ երեխաները խնդիրների, պրոբլեմային իրավիճակների միջով չեն անցնում դրանք լուծելով, ու մենք պրոբլեմ ենք ունենում երեխաների ամենատարբեր տարիքում կոգնիտիվ զարգացման խնդիրների հետ, հենց ուղիղ նեյրոկենսաբանական մակարդակում նույնիսկ, որտեղ այդ ամենը պետք է որ երեխայի առողջակատային գլխուղեղի առողջակատային կեղևը զարգանա, դրա համար այս տեսանկյունից խնդիրը կա, պրոբլեմը կա, բայց մենք կարող ենք ճիշտ ու պատասխանատու մոտեցման պարագայում կարողանանք լուծել դա ու ավելի շատ օգնական դարձնենք մեզ, քան վնասող, որտեղ ի վերջո դա գործիք է, որ վերլուծական շատ մեծ հզորություններ ունի, որը ունի մարդու ուղեղը գիտակցական մակարդակում։ Այսինքն ծնողը պետք է նաև երեխային օգնի, օրինակ, ասացիք հարցերը ճիշտ ձևակերպելու հարցում, հետո ինֆորմացիայի հետ աշխատելու հարցում, այսինքն գոնե սկզբնական փուլում մենք դերակատարում պետք է ունենանք։ Կարող լինի ծնողը, կարող լինի ուսուցիչը կամ ինչ-որ հաստատության մենտորը, որտեղ որ ինքը մեծահասակ ամեն դեպքում։ Հիմա ուզում եմ գանք այս թվում նստած են կրթական ոլորտը նաև ներկայացնող մայրիկներ, նախ փորձենք հասկանալ արդյոք մեզ մոտ Հայաստանում իսկապես արհեստական բանականության կիրառումը մեծ ծավալների է հասնում դպրոցներում երեխաների կողմից։ Մենք լսեցինք, որ դուք որպես ուսուցիչ կիրառում եք, բայց ինչպես եք դուք որպես ուսուցիչ եւ ձեր գործընկերները ինչպես են վերաբերում կիրառմանը երեխաների կողմից։ Մոտեցումն ինչպիսին է։ Երեխաները հատկապես վերջին 1-1.5 տարվա փորձը ցույց է տալիս, որ շատ են օգտվում արհեստական բանականությունից եւ միանշանակ չէ այստեղ ուսուցիչների վերաբերմունքը, որովհետեւ ճիշտ նշեցին, երբեմն երեխաները պարզապես արտագրում են պատասխանները եւ չեն նշում իրենց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։ Կարծում եմ այստեղ ճիշտ գործիքակազմ պետք է տրվի ուսուցիչներին, որպեսզի իրենք կարողանան ճիշտ աշխատել երեխաների հետ։ Գալիս է բացասական վերաբերմունքը արհեստական բանականության նկատմամբ հենց նրա համար, որ ճիշտ չեն կիրառում մենք ուսուցիչներս։ Շատ լավ, հիմա գանք միջազգային փորձին, Ալվարդ, քանի որ ձեզ ծանոթ է նաև միջազգային կրթական համակարգում տիրող իրավիճակը, կարծում եմ մոտեցումները մի փոքր այլ պետք է լինեն, քան մեր երկրում են։ Հնարավոր է, որ սխալվում եմ, այդպես չէ։ Կրթական համակարգում արտասահմանում արհեստական բանականության կիրառման փորձը միանշանակ չի։ Ես կարող եմ իմ փորձառությամբ կիսվել, որ ամերիկյան դպրոցներում, հատկապես կրտսեր եւ միջին օղակներում արհեստական բանականության կիրառումը միանշանակ արգելվում է եւ չի խրախուսվում։ Ավագ դպրոցում թույլ են տալիս օգտվել արհեստական բանականությունից, բայց խիստ սահմանափակումներով եւ շատ խիստ են հատկապես գրագողության հետ կապված խնդիրներին, հատուկ կան այսպես AI դետեկտորներ, որոնք կարող են շատ հեշտությամբ ողջել, թե քո նյութը, քո հետազոտությունը AI-ն է կատարել, թե դու ինքնուրույն ես կատարել, դա շատ հեշտ կարելի է բացահայտել։ Պատմությունը վկայում է, միֆերով սերտաճում ու տարածվում են ոչ միայն դարավոր իրողությունները, այլ նաև այն ամենն, ինչ նոր է ու անսովոր։ Մի խումբ պատահական անցորդների առաջարկել ենք արհեստական բանականության մասին մի քանի պնդում։ Հիմա կտեսնենք, քանիսն են կարողացել զատել միֆն ու իրականությունը։
Եթե հարցնես արհեստական բանականությանը, միշտ ճիշտ կպատասխանի։ Միֆ է, թե իրականություն։ Միշտ ճիշտ կպատասխանի չէ, միֆ է։ Հաստատ հնարավոր չէ, որ բոլոր դեպքերում արհեստական բանականությունը ճիշտ պատասխան տա յուրաքանչյուր հարցի։ Իրականությունը ոչ ճիշտ կպատասխանի, քանի որ գիտելիքների շատ լավ բազա ունի։ Չգիտեմ, չեմ հարցրել, դրա համար այդ հարցին չեմ պատասխանի։ Միֆ է, ինքը քեզ միշտ տանում է դրական կողմը ու տալիս է քեզ այն պատասխանները, ինչ որ դու ուզում ես լսել։ Դա միֆ է։ Նախ արհեստական բանականությունները լուծում են շատ տարբեր խնդիրներ, եւ արհեստական բանականությունները չեն սահմանափակվում միայն մեծ լեզվական մոդելներով, որոնցից ամենահայտնիները ChatGPT-ն ու Gemini-ն են, որոնք մարդկանց կողմից հիմնականում օգտագործվում են որպես հարցերին պատասխան տվող գործիքներ։ Սակայն արհեստական բանականությունները ի սկզբանե նրանք այնպիսին են, որ իրենք չեն կարող տալ 100%-ով ճիշտ պատասխաններ, քանզի իրենք ընդհանրապես կանխատեսում են հաջորդ բառը եւ այդ հաջորդ բառը կանխատեսելով ուղղակի տեքստ են կառուցում, որը իրենց տեսանկյունից ունի ինչ-որ adekvat իմաստ, սակայն դա չի նշանակում, որ նրանք ճիշտ են։ Շատ հաճախ արհեստական բանականությունները թույլ են տալիս տրամաբանական սխալներ եւ այդ տրամաբանական սխալների հիման վրա կառուցում են հետագա տեքստը եւ ի վերջո տալիս են լրիվ սխալ կամ իրար հակասական ինչ-որ մտքեր են գրում, իսկ այն որ երեխաները չեն տարբերակում շատ հաճախ ճիշտը եւ սխալը կամ օրինակ չգիտեն հարցի պատասխանը, իրենց թվում է, որ արհեստական բանականության տված պատասխանը լրիվ ճիշտ է։ Այդ իսկ պատճառով ծնողներին խորհուրդ կտայի երեխաների մեջ զարգացնել քննադատական մտածելակերպը, ինչպես նաև սովորեցնել մեծ լեզվական մոդելները օգտագործել որպես օգնական, այլ ոչ թե 100%-ով ճիշտ պատասխաններ տվող ինչ-որ բան։ Շփումն արհեստական բանականության հետ ապահով է։ Միֆ է, թե իրականություն։ Եթե օրինակ ինչ-որ անձնական տվյալներ փոխանցես, դա արդեն վտանգավոր է, որովհետև չգիտես թե հետո այդ տվյալները ինչ են լինելու, ուր են փոխանցվելու։ Այսինքն ապահով չէ։ Ոչ։ Միֆ է, արհեստական բանականությունը դրդում է վատ արարքների եւ վատ մտքերի։ Իրականություն իմ կարծիքով, որովհետև չեմ կարծում, որ ինչ-որ խնդիր կառաջանա, ավելի շատ լավ խորհուրդներ է տալիս արհեստական բանականությունը։ Ապահով այդքանով չէ, որովհետև դու չգիտես թե սահմանափակումները կոնկրետ այդ բանականության իշքան է ու տարիքային սահմանափակումներն էլ չես կարող վերահսկել, այսինքն իր հետ կարող է շփվել տարբեր տարիքի անձին։ Դա միֆ է, քանի որ այստեղ հարց է առաջանում անձնական տվյալների պաշտպանության։ Մենք չգիտենք, թե տարբեր կազմակերպությունների կողմից ստեղծվող արհեստական բանականությունները ինչպես են աշխատում, ինչ ինֆորմացիա են մեզնից հավաքագրում եւ պահում, ինչպես նաև միգուցե փոխանցում, այլ օգտագործողների։ Նաև պետք է ասել, որ արհեստական բանականությունները կարող են սկսել սխալ ուղղորդումներ անել, հատկապես երեխաների դեպքում։ Ծնողներին, ինչպես նաև ուսուցիչներին կարելի է խորհուրդ տալ աշխատել աշակերտների հետ եւ բարձրացնել նրանց արհեստական բանականությունից օգտվելու գրագիտությունը։ Ինչ կարելի է արհեստական բանականությանը հարցնել, ինչ չարժի արհեստական բանականությունը հարցնել, ինչ տվյալներ կարելի է տալ, ինչ տվյալներ չի կարելի տալ եւ այլն։ Հանուն արդարության պետք է խոստովանել, որ շատ մեծահասակներ առանձնապես բան չգիտեն արհեստական բանականության մասին։ Լավագույն դեպքում լսել են ChatGPT-ի մասին ու վերջ։ Շտապում եմ ասել, որ ուսումնական process-ներում AI-ի միակ գործառույթը տեքստ գրելը չէ։ Իսկ թե ինչն է, կօգնի հասկանալ Re-Educate կրթական հարթակի հիմնադիր տնօրեն Հարութ Գևորգյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարծում եմ տեղին է ասել, որ արհեստական բանականությունը մի նոր լեզու է եւ ինչու է կարեւոր տիրապետել այդ լեզվին։ Տեսեք, եթե արհեստական բանականությանը հիմա չսկսենք տիրապետել արդեն, մենք լինելու ենք մրցակցությունից դուրս ու բոլոր ոլորտներում, սկսած կրթությունից, վերջացած ծրագրավորումով եւ այլն։ Ու արհեստական բանականություն ճիշտ նշեցիք, ուղղակի միայն տեքստ գրելու գործիք չէ, հենց կրթության վրա եթե օրինակը բերենք, ինքը ամենալավ գործիքն է, որ կրթությունը կարող է դառնալ ավելի անհատականացված։ Հենց արհեստական բանականությունը օգնում է, քանի որ ուսուցիչը օրինակ պատկասենք դասարանում 40 աշակերտ կա, 40 աշակերտին չի կարող միաժամանակ անհատական կրթություն տրամադրել։ Իսկ արհեստական բանականության օգնությամբ այդ հարցը արդեն արագ լուծվում է։ Մի շարք մտավախություններ կան արհեստական բանականության վերաբերյալ կրթական ոլորտում, նաև եկեք անկեղծ ասենք, որ վախեր էլ շատ կան։ Շատ։ Որոնք են այն նախադրյալները, որ պետք է լինեն, որպեսզի կարողանանք խոսել արհեստական բանականության եւ կրթության համագործակցության մասին, այսպես ասենք, որպեսզի այդ գործակցությունը լինի անվտանգ եւ արդյունավետ։ Ժամանակը հիմա է, այսինքն ուսուցիչները այս պայմանությամբ արդեն սկսում են արհեստական բանականությունը սովորել, որովհետեւ ապագան օրինակ մոտ 5 տարի հետո ամբողջ կրթական համակարգը փոխվել է ու հիմա շատ արագ տեմպերով փոխվում է։ Ու հիմա պետքա կարելի ասել եւ ուսուցչի կողքին եւ ծնողի կողքին պետական մակարդակով իստումա կանգնել ու նրանց օգնել, որպեսզի այս փուլը հաղթահարեն, որտեղ առանց կոլաբորացիայի այս ամբողջ կրթական համակարգը
կարելի ասել նորից վատ վիճակի մեջ կհայտնվի։ Ինչպես է դա պատկերացնում գործնականում։ Պետությունը վերապատրաստում է ուսուցիչներին, մշակում է կարգավորումներ, վերահսկում է այս դաշտը։ Ինչ գործնական քայլեր պետք է տեղի ունենան, որպեսզի հասնենք ձեր ասած այդ լավագույն արդյունքին։ Առաջինը վերապատրաստման մասն է, պետությունը արդեն սկսել է վերապատրաստել ուսուցիչներին, իսկ ուսուցիչների կողմից պետքա դուրս գա վախը։ Հիմա մենք այս բայդրությամբ աշխատում ենք տարբեր ուսուցիչների հետ ու նրանց մեջ կա վախ, որ AI-ը մեզ կփոխարինի, բայց այդ վախը պետքա դուրս գա, որտեղ այդպես բան չկա, այսինքն AI-ը չի փոխարինել ուսուցչին կամ այլ մասնագետի, փոխարինել են այն մարդիկ, ովքեր AI-ը ճիշտ օգտագործում են։ Այդ պետքա առաջինը հասկանալ ու պետքա սկսել արդեն աշխատել։ Իսկ ինչ է կարծում, արդյոք մեր հայաստանյան կրթական համակարգը դեռ շատ փուլեր ու փոփոխություններ պետք է անցնի, որպեսզի արհեստական բանականության կիրառումը համահունչ լինի կրթական բովանդակությանը եւ մոտեցումներին։ Շատ փուլեր ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում հիմա սկսել են անցնելը ու մենք էլ պետքա սկսենք գոնե անցնելը, որովհետև այդ փուլերը շատ են ու շատ արագ ամեն ինչ փոխվում։ Օրինակ, ինչ պետք է տեղի ունենա, ինչ հերթականությամբ եք դա պատկերացնում, ինչ փուլեր։ Առաջի փուլը, որ ուսուցիչները արդեն պետքա տիրապետեն բոլոր AI-ին ու կարողանան դրանով իրենց դասերը ստեղծելը։ Երկրորդը արդեն աշակերտների փուլն է գալիս, որ այդ դասերը ճիշտ պետքա աշակերտներին հասցնել։ Այսինքն մի բան ստեղծելը, մի բան ստեղծածը աշակերտներին հասցնելը։ Իսկ երրորդ փուլը արդեն գալիս է ծնող աշակերտ եւ ուսուցիչ համագործակցությունը, որ ծնողն իր կողմից պետքա հսկի, որ աշակերտը ճիշտ է դասերանի ու ճիշտ հենց AI-ից օգտվի։ Մենք կարող ենք շարունակել մեր քննարկումը ծնողների հետ։ Խնդրում եմ միացեք։ Սիրելի ծնողներ, պետք է խաղ խաղանք հիմա։ Այս խաղը մի փոքր մեր վախերի, մտավախությունների, մտահոգությունների տիրույթ կտանի մեզ։ Պետք է խնդրեմ, որ վերցնեք վահանակները, ճիշտ ու սխալ գրություններով են դրանք։ Ես կընթերցեմ պնդումներ, իրավիճակներ եւ կխնդրեմ ձեզ արտահայտել ձեր վերաբերմունքը վահանակների օգնությամբ եւ հարորդին կխնդրենք վերլուծել այս իրավիճակները մասնագիտական տեսանկյունից։ Եթե պատրաստ եք, սկսեցինք։ Արհեստական բանականությունը կարող է օգնել երեխային ավելի արագ հասկանալ բարդ թեմաները։ Ճիշտ է թե սխալ է այս պնդումը։ Բոլորը ասում են ճիշտ է։ Ճիշտ է։ Բացատրենք ինչով։ Արհեստական բանականությունը մենք այս պայն այդ ծրագիրը անում ենք, որ օգնում է աշակերտներին ավելի հեշտ պատկերացնել բարդ թեմաները։ Բոլոր մարդիկ ունեն իրենց սովորելու ձևերը, այսինքն մեկը հեշտ սովորում է կարդալով, մեկը լսելով եւ այլն։ Իսկ արհեստական բանականությունը այդ ձեր մեծ թեման, որը բարդ է, կարող է նկարագրել աշակերտին ավելի հասկանալի լեզվով։ Օրինակ, պատկերացնենք ֆիզիկա է սովորում աշակերտը, պետք է ուժը հասկանա ինչ է։ Իր համար նախնական շրջանում ինքը բարդ է, բայց օրինակ աշակերտը այդ բանը նաեւ սիրում է ֆուտբոլ խաղալ։ Երբ որ այդ ուժը բացատրել ֆուտբոլի լեզվով, այսինքն գնդակը, երբ որ հարվածում են, թռնում է այս արագությամբ եւ այլն, աշակերտին ավելի պատկերավոր է դառնում։ Այսինքն փորձում է այդ բարդ բաները ավելի պատկերավոր ձևով աշակերտին սովորեցնել։ Դուք բերեցիք շատ լավ օրինակ, թե որտեղ արժե օգտագործել եւ ինչպես։ Իսկ կան ոլորտներ, որտեղ ցանկալի չէ եւ նույնիսկ խրախուսելի չէ, որ օգտագործվի արհեստական բանականությունը որպես կրթական process-ի գործիք։ Օրինակ, ստեղծագործական ինչ-որ մոտեցում պահանջող աշխատանքներում եւ այլն։ Միանշանակ հենց օրինակ երաժշտությունը կամ հենց արվեստի պարագայում այդ խրախուսելի չի ու վտանգավոր է ինչ-որտեղ, բայց ինչ-որտեղ նաեւ իմաստը չկա օգտագործել, այսինքն իր ստեղծած արհեստական է ու ինքը սովորել է, այսինքն հին ստեղծած բաների վրա։ Իսկ դպրոցի ոլորտում, օրինակ, շարադրություն, որը գրված է արհեստական բանականությամբ, էլի ձեր ասած սինթեզն է գոյություն ունեցած մտքերի եւ գրական ստեղծագործությունների վերցրած պատառիկներ։ Միանշանակ սխալ է ու ոնց որ աշակերտը ոչ մի բան չի սովորելու ու ինչ որտեղ նաև ինքը կորցնելու, վերլուծելու ու ստեղծագործելու կարողությունը։ Այսինքն շարադրություն գրելը միանշանակ պետք է, որտեվ նաև ծրագրման ոլորտում ասում, որ շարադրություն գրելն է հաջորդ ծրագրման լեզուն։ Այսինքն հիմա կոդը գրում են, հաջորդը արդեն շարադրությունը ծրագրավորողը գրելու արդեն կոդը միանգամից գրվել է։ Արհեստական բանականության կիրառումը հավասար է խաբեության։ Ինչ եք կարծում։ Կարծիքները բաժանվեցին երկու խմբի, այսինքն այստեղ տարակուսանք կա, մյուս ծնողներն ասում են, որ սխալ է։ Երբ որ դա քո վերլուծությունը չէ, քո հետազոտությունը չէ, դու խաբում ես ուսուցչին։ Ինչ է նշանակում քո վերլուծությունը չէ։ Այսինքն, երբ որ դու սկսում ես այդ AI-ին օգտագործել, դու իր հետ մտնում ես խոսակցության մեջ ու դու ես մասնակցում այդ վերլուծությանը, որը ինքն է անում։ Դու ուղղակի չես վերլուծի, որտեղ երբ որ դու իրեն ուղղակի ասես վերլուծիր այս թեման,
ինքը ինչ-որ վերլուծություն է տալու, որը քեզ չի բավարարել։ Այսինքն դու խոսում ես իր հետ, այդ վերլուծությանը մասնակցում ես, մինչև ստանաս այն արդյունքը, որ ինչ որտեղ նախ կբավարարի քեզ, հետո կբավարարի ուսուցչին։ Այսինքն կոպիտ ասած, երբ որ դու գնաս դասը պատասխանելու, ասես քո վերլուծությունն է դա, դու նաև ունակ լինես այդ վերլուծությունը ներկայացնելու։ Այսինքն էլի մարդը մասնակցություն է ունենում այդ վերլուծության մեջ, բայց նաև ինչ որտեղ ինքը խանգարում է քեզ այն առումով, որ դու էլի եթե վերադառնան կարդալուն, դու չես կարդում այդ վերլուծությանը, դու ամբողջությամբ մասնակցություն չես ունենում։ Անցնենք հաջորդ հարցին։ Արհեստական բանականությունը լիովին ապահով միջավայր է երեխաների համար։ Որոնք են վտանգները։ Հենց վտանգները կանում են նրանում, որ եթե արհեստական բանականությունը օգտագործեն ուղղակի պատասխաններ ստանալու համար, երեխաները կորցնում են ու քիչ-քիչ հետ են սովորում մտածելուն ու կրեատիվ նոր բաներ ստեղծելուն։ Այսինքն եթե օգտագործում ենք այն ուղղակի հարց ու պատասխանների համար, աշակերտը սկսում է չմտածել, որը հակասում է հենց ուսումնական process-ին։ Այսինքն հենց դպրոցների ամբողջ գոլը կանում է նրանում, որ ոչ թե օրինակի համար սովորացնեն ինչ-որ կոնկրետ բաներ, այլ աշակերտին սովորացնեն սովորելը։ Իսկ արհեստական բանականությունը հակառակն է, այսինքն միանգամից տալիս է գիտելիքը, ասում է, այս պատասխաններն է, որը ստեղծում է մի հատ միջավայր, եթե նայենք ինչ կարող է լինել, աշակերտների ոչ մեկ չի հիշի ինչ է սովորել։ Այսինքն ուղղակի հաջորդ օրը նույնիսկ երբ որ գնա դասի, դասը ավարտվեց, աշակերտին հարցնել ինչի մասն էր դասը, նա չի հիշի ինչի մասն էր դասը, որը շատ վտանգավոր է, այսինքն այդ ամեն ինչը պետք է պահել ոնց որ կոնտրոլի տակ ու ճիշտ կառավարել։ Այստեղ հարց է ծագում, ինչպես բացատրել երեխային ինչ է արհեստական բանականությունը, մի քանի կարևոր կետ, որ ինքը պետք է հասկանա, յուրացնի եւ գուցե այստեղ էլ պետք է կանոններ սահմանել, սահմաններ գծել, որ երեխան իմանա ինչպես եւ որտեղ կիրառել է։ Առաջին բանը, որ պետք է երեխային բացատրել, դա որ արհեստական բանականությունը գործիք է, որը քեզ կարող է օգնել։ Բայց նա ինչ որ իր կամ չգիտեմ ինչ որ երևույթ չէ, որին կարելի է վստահել։ Այսինքն եթե ինչ-որ հարց են տալի արհեստական բանականությունը պատասխան է տալիս ու ոչ միայն երեխաներին, այլ բոլորին, որ արհեստական բանականության տված պատասխանը դա այն ամենավերջին ճշմարտությունը չի։ Եվս մեկ հարց. Եթե դպրոցն արգելի արհեստական բանականության օգտագործումը, խնդիրը կլուծվի։ Ճիշտ է թե սխալ է այս մոտեցումը։ Համակարծիք են ծնողները։ Սկսած հեռախոսներից միջև արհեստական բանականություն ոչ թե պետք է արգելել, որտեվ դա ոչ թե լուծում է խնդիրը, այլ նոր խնդիր է ստեղծում։ Առաջինը, որ աշակերտը մրցունակ չի լինում մնացած աշակերտների հետ համեմատած, ու նաև ինքը չի կարողանալու հետո, երբ որ արդեն դպրոցը ավարտեց, դրանից հետո այդ գործիքը կարողանա օգտագործել։ Պետք է ընդունենք ներկայիս իրավիճակը, որ արհեստական բանականությունը քիչ-քիչ մտնում է մեր առօրյա ու հետագա 5-ից 10 տարիներում դառնալու մեր առօրյայի մի մաս։ Ու եթե չկարողանա օգտագործել այդ գործիքը, ինքը պատրաստ չի լինելու ոչ միայն հիմա դասին կոնկրետ, այլ նաև հետագայում այդ ամբողջ կյանքին, որը սպասվում է։ Շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերն ու մասնակցեցիք ծնողական ժողովին։ Դանակի վերածված առաջին քարից մինչև արհեստական բանականություն։ Մարդը միշտ փնտրել է կյանքն ավելի մատչելի դարձնելու գործիքներ։ Ուսումնական գործընթացներում արհեստական բանականության կիրառման փորձը համակարգելու, մանկավարժներին անհրաժեշտ գիտելիքներով եւ հմտություններով զինելու կարևոր մի նախաձեռնության մասին է մեր հաջորդ տեսանյութը։ UNICEF-ը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների FAST հիմնադրամը, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարից մեկնարկել են Կոտայքի մարզի թվային գրագիտության եւ համակարգչային գիտության ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավում փորձարարական ծրագիրը։ Նպատակն է աջակցել ԹԳՀԳ նոր չափորոշչի արդյունավետ դասավանդմանը թվային հմտությունների զարգացումը խթանելու ճանապարհով։ Ծրագրի ավարտին հունիսին նախատեսված է ամփոփ հաշվետվություն, որը կներկայացնի թե ծրագրի արդյունքները, թե գնահատումները, թե ուսուցիչների կարողությունների զարգացումը, որ մենք գրանցել ենք, ինչպես նաև այն բոլոր խնդիրները, որոնք որ ծրագրի իրականացման ընթացքում տեսել ենք։ Հաշվետվության մեջ նաև ներկայացված կլինեն այն առաջարկներն ու լուծումները, թե ինչպես կարելի է ամբողջ լայնամասշտաբ Հայաստանում իրականացնել վերապատրաստումների եւ ուսուցիչների աջակցության ծրագիր։ Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները կզարգացնեն թե մասնագիտական գիտելիքները, թե դասավանդման հմտությունները։ Ծրագրի թեմաներից մեկը ալգորիթմական մտածողությունն է։ Այն հարմարեցված է ըստ դասարանների, կախված թե ուսուցիչը տարիքային որ խմբի հետ է աշխատում։ Մյուս թեման վերաբերում է ծրագրավորման հիմունքներին,
Այն ներառում է Scratch ծրագրավորման լեզուն, որը նախատեսված է տարրական դասարանների համար, եւ Python ծրագրավորման լեզուն, որը ուսումնական ծրագրով դասավանդում են 7-րդ դասարանից։ Մյուս կարևոր հմտությունը դա պրոյեկտային ուսուցումն է կամ նախագծահեն ուսուցումը, որը պարտադիր բաղադրիչ է ըստ նոր չափորոշիչների եւ 7-ից 12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչները անպայման ուսումնասիրելու են, թե ինչպես է նախագծային կրթություն իրականացվում եւ ինչպես կարող են իրենք իրականացնել այս առարկայի շրջանակներում։ Ծրագրի ընթացքում ուսուցիչները կուսումնասիրեն նաեւ արհեստական բանականության գրագիտություն թեման։ Կտիրապետեն ԱԲ գործիքներին, դասապրոցեսի պլանավորման, գնահատման եւ այլ գործընթացներում կիրառելու նպատակով։ Միաժամանակ կկարողանան նաեւ ուղղորդել աշակերտներին արդյունավետ եւ նպատակային օգտագործելու ԱԲ գործիքները ուսումնառության ընթացքում։ UNICEF-ը վերաբերում է ԱԲ-ի ազդեցության կրթությանը զգուշավոր օպտիմիզմով, առանձնացնելով թե ռիսկերը, թե հնարավորությունները։ Եվ մեծ ջատագովն է հանդիսանում նրա, որ ԱԲ-ն կիրառվի կրթության մեջ ապացուցահենք, այսինքն այն գործիքները, որոնք մշակվում են կրթական գործընթացում ներդրվելու եւ կիրառվելու համար, մանկավարժական տեսանկյունից ունենան ապացուցված արդյունավետություն եւ լինեն անվտանգ։ ԱԲ-ի կիրառումը պետք է իրականացվի ելնելով երեխայի լավագույն շահից եւ նպաստի, որպեսզի յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթության իրավունքը իրացվի։ Կրթության մեջ արհեստական բանականության կիրառման հիմնական ռիսկերից մեկը կոգնիտիվ օֆլոդինգն է, ճանաչողական բեռնաթափումը։ Երեխաները մտածական ջանքերը նվազեցնելու համար ստեղծագործական կամ անալիտիկ աշխատանք ենթադրող առաջադրանքները պատվիրակում են արհեստական բանականությանը։ Այս մոտեցման հաճախակի կիրառումը կարող է բացասաբար ազդել աշակերտների գրելու, կարդալու, հասկանալու հմտությունների վրա եւ նվազեցնել սովորելու նկատմամբ հետաքրքրությունը։ Եթե կրթական հաստատությունում է կիրառվում ԱԲ-ն, տեղին է, որ ծնողները հետաքրքրվեն, թե ով է մշակել ԱԲ գործիքը, հատուկ կրթական նպատակներով է մշակված, ինչպիսի անվտանգային կարգավորումներ կան, երեխաների տվյալների անվտանգության հետ կապված հարցեր տան, ինչ տվյալներ են հավաքագրվում, ինչպես են պահպանվելու, ինչպես են օգտագործվելու, արդյոք գնահատվել է ԱԲ գործիքի անվտանգությունը եւ արդյունավետությունը հենց կրթական համատեքստում, եթե այո, արդյունքներին կարող է ծանոթանալ ծնողը, ուսուցչի դերը ԱԲ-ի կիրառության մեջ ինչպիսին է լինելու, աշակերտը որքան ժամանակով է կիրառելու ԱԲ-ն, օրվա կտրվածքով եւ ընդհանուր կիրառման տևողությունը որքան է լինելու եւ կարեւոր է որ ծնողը քննարկի նաեւ ծնողի համաձայնություն տալու հարցը։ Ծնողները պետք է նաեւ հետևեն, թե ինչու եւ ինչպես է երեխան օգտագործում արհեստական բանականությունը եւ ինչ ազդեցություն ունի այն ուսումնառության վրա։ Հաճախակի եւ ոչ նպատակային կիրառումը կարող է պայմանավորված լինել ուսումնական նյութը յուրացնելու դժվարություններով։ Ծնողների դերը նաեւ ուղղորդելն է։ Անհրաժեշտության դեպքում կարելի է միասին օգտագործել ԱԲ գործիքները, սովորեցնելով երեխային կիրառելու ճիշտ ձևերը։ Այսօր մենք ունեցանք շատ բնական խոսակցություն արհեստական բանականության մասին, հնչեցրեցինք մեր մտահոգությունները, խոսեցինք դրական բացասական կողմերի մասին, մասնագիտական կարծիքով փորձեցինք հավասարակշռել այս ամենը։ Եվ կցանկանայի որպես վերջաբան ընդգծեք այն կարևոր մտքերը, որ այսօր տանում եք այստեղից ձեզ հետ, խնդրեմ Հասմիկ։ Ես ինձ հետ այսօր տանում եմ շատ հետաքրքիր եւ շատ լավ մտքեր, հատկապես մասնագետի հետ զրույցը շատ հետաքրքիր էր։ Ուզում եմ մի բան նշել, որ շատ կարևոր եմ համարում ծնող, ուսուցիչ, դպրոց օղակը եւ երբ որ խոսքը գնում է արհեստական բանականության մասին, շատ կարևոր է նաեւ ծնողի ներգրավվածությունը, որովհետեւ որքան էլ դպրոցը, մասնավորապես ուսուցիչը փորձի համակարգել աշակերտի աշխատանքը տվյալ դասի շուրջ, նրա կողքին տանը ծնողն է։ Եվ մենք էլ պետք է ծնողներին ներգրավենք նաև այս հարցի շուրջ եւ իրենք նույնպես պետք է մոտիկից ծանոթ լինեն արհեստական բանականությանը։ Գոնե թե սկզբում լինեն երեխայի կողքին, երբ նա օգտվում է, ցույց տան իրենց երեխային օգտվելու եւ օգտագործելու արհեստական բանականության ճիշտ ընթացքը, որpիսի երեխան, երբ որ ստանա պատասխաններ, դրանց մեջ լինեն ինչպես ճիշտ, այդպես էլ սխալ փորձը ցույց է տալիս, ծնողը կարողանա ճիշտ ուղղորդի։ Միայն այդ դեպքում, երբ որ կա վերահսկողություն դպրոցում ուսուցչի կողմից, տանը ծնողի կողմից, երեխայի սխալվելու հավանականությունը հասնում է մինիմալի։ Սա իմ կարծիքն է։ Շնորհակալ եմ, Ալբերտ։ Կարծում եմ նման քննարկումները շատ կարևոր են եւ նաեւ մեզանից յուրաքանչյուրը կարծում եմ նաեւ մտավախություններ ունի արհեստական բանականության հետ կապված, քանի որ շատ հարցեր կան, որոնց մենք պատասխաններ չունենք,
եւ սովորաբար մարդիկ հակված են այն հարցերի հետ կապված, որոնք պատասխան չունեն, այդ հարցերը միֆականացնել։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ գրագիտությունը շատ կարևոր է այս հարցում եւ պետք է խուսափել տվյալների բազաները, վստահել արհեստական բանականությանը, անուն, ազգանուն, անձնական տվյալները բոլոր մանրամասներով, կամ եթե նույնիսկ օգտագործում ենք արհեստական բանականություն դպրոցներում, խուսափել երեխաների տվյալները վերլուծելու համար եւ այլն։ Նման խնդիրների հանդեպ պետք է լինել շատ ուշադիր։ Շնորհակալ եմ շատ, Ֆրիդա։ Ես որպես մայր արհեստական բանականությունը կխրախուսեմ այն դեպքում, երբ նա միայն տա ինքնուս ստեղծագործական կողմնակի կրթություն տա։ Ես կարծում եմ, որ լիովին կրթությունը երեխան պետք է ստանա դպրոցում առանց արհեստական բանականության։ Իսկ կողմնակի կրթությունը դա կլինի ինքնուս օրինակ լեզուներ սովորելը, օրինակ կարուձև սովորելը, օրինակ իրանց հարցերին պատասխաններ ստանալը, կարծում եմ դա նորմալ է։ Իսկ մնացած առումներով ես չեմ խրախուսում, այո, որ դպրոցում երեխաները օգտագործեն արհեստական բանականությունը։ Սա նույնպես դիրքորոշում է։ Շնորհակալ եմ, Արման։ Ընթացքում անդադ ասում եմ, որ սա գործիք է, ու իրան կարելի է օգտագործել եւ դրական եւ բացասական տեսքով, ձևով, ինչպես որ ժամանակին համակարգիչները դպրոց մտան եւ երևի նույնիսկ գրիչները ժամանակին, չգիտեմ։ Դրա համար այդպես եմ նայում, այս տեսանկյունից ոնց որ ցանկացած գործիք, ինչքան է որ ինքը լավ լինի, անհրաժեշտ է ես ստուգել իր ճշգրիտ աշխատելու ճշգրտությունը, որ կարող է ինքը ճիշտ աշխատում, տվյալ պահին, հիմա, հետո այս դեպքում արհեստական բանականության դեպքում պետք է հիշել, որ դա լեզվական մոդել է, ինքնաուսուցանվող զարգացող, ինքը կարող սխալվի ոչ թե հատուկ խափում է մեզ, դրա համար եթե ինչ-որ բան ասում են, հարցնում են կամ երեխաները հարցնում են, երեխաներին էլ ցանկալի է հիշեցնել, որ կարա սխալվի, հատուկ չի անում համակարգը, տենց սխալվում է, որովհետև ինքը այլ կերպ է հասկանում, երբեմն սխալ է լինում պատասխանը, որտեղ ինքը փորձում է մտածել, այսպես ասած, եղած ինֆորմացիայի վրա, թե այս օրինակ, չգիտեմ, Ռաֆին ոնց կպատասխաներ այս հարցին, այլ ոչ թե հենց ուղիղ ցիտում է Ռաֆուն ինչ որ գրքից, հա։ Օրինակի համար դրա համար հա ստուգել, վերստուգել, նույնիսկ հենց արհեստական բանականության հետ շփվելուց կարելի է հարցնել, արդյոք սա ճշգրիտ տվյալ է, արդյոք կարելի է հղումը ստանալ, արդյոք սա ուղիղ ցիտատ է, եւ ի վերջո կարելի է ձեռքի տակ ունենալ այն նյութերը, որոնք որ հաստատ կարող են ասել տենցա, թե չասեն գիրք, գիտական հոդված, ի վերջո ուսուցչից, ծնողից կարելի է հարցնել։ Շնորհակալ եմ եւ ես էլ ուզում եմ նկատել, որ յուրաքանչյուր տեխնոլոգիա ծնում է վախ եւ դա բնական է։ Մենք վախենում ենք, որովհետև չենք վերահսկում ամբողջ գործընթացը։ Չենք ուզում, որ մեր երեխաները կորցնեն մտածելու կարողությունը։ Չենք ուզում, որ մեքենաները որոշում կայացնեն մեր փոխարեն։ Բայց կարևոր է հիշել, որ գործիքն ինքնին վտանգավոր չէ, վտանգավոր է չիմացությունը։ Եթե մենք արգելենք, երեխաները կշարունակեն օգտագործել։ Եթե մենք լռենք, նրանք կսովորեն միմյանցից, ոչ թե մեզնից։ Արհեստական բանականության դարում էլ ծնողի դերը չի փոխվում։ Մենք պետք է սովորեցնենք երեխաներին, որ արհեստական բանականությունն օգնական է, ոչ թե հեղինակ, գործիք է, ոչ թե որոշում կայացնող։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ մեր տաղավար գալու եւ այստեղ ձեր փորձն ու գիտելիքը բերելու համար։ Մենք կհանդիպենք մեկ շաբաթ անց։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։